Շարունակում է առավոտ լսող վիկենդը, իսկ այս պահին ուզում ենք ներկայացնել մեր հաջորդ հյուրին աճպարար Հայկ Ջանոյան։ Բաբամ, բարի լույս։ Ողջույն, բարի լույս։ Անակնկալով եք դուք արդեն։ Այո, նվերով։ Բացենք տեսնենք։ Սիրով։ Փուչիկ։ Լավն է։ Շատ լավն է։ Գեք փոխանցենք իրար։ Ինչ ջան, եկավ քո։ Ինձ բայց հետ կտակ։ Հետ տամ։ Պետք է շարունակի հա։ Դե ես ու այսքան Մեր եք։ անակնկալն է։ Մենք ուզում ենք հասկանանք ինչ։ Ամբողջ անակնկալը չի։ Ամբողջ անակնկալը չի։ Սա պետք է դեռ բացել։ Դրա համար ես ունեմ ինձ մոտ մկրատ։ Օ, Ես աչքերս փակել էի։ Քո աչքերը բաց էի։ Հա։ Որ փուչիկ է պայթում, ես աչքերս փակում եմ, ինչ արեցիք այդ ընթացքում։ Դրա համար է որ շեղեմ։ Իրոք կպակնես, ես հետո կնայեմ եթե։ Ին։ Հայկը փուչիկը վերցրեց։ Մկրատը sense պատտացրեց։ Գրպանից մկրատ բերեց։ Սենց։ Մկրատ ունի Հայկի իր մոտ։ Մկրատով փուչիկը sense դե շուփ։ Չկան մարդիկ, որ ասում են, չեմ հավատում։ Կան, չէ՞ լինում Կան են։ իհարկե։ Նայ։ Իմ նման Հայկ Ջանոյան։ Ես անկեղծ չհասկացա ինչ տեղի ունեցավ, ոնց տեղի ունեցավ։ Ես նույնիսկ չտեսա ինչ տեղի ունեցավ։ Ինչպես եք Հայկ։ Հավելվածի շնորհիվ մեկ անգամ եւս կդիտենք շուտով հարցազրույցը վերջացնենք, անպայման կդիտենք։ Հայկ չեմ հարցնի ոնց, որովհետեւ մասնագիտական կան մասնակիցներ, որոնք բացատրություններ երբեմն չեն տալիս։ Ու կարիքն էլ չունեն։ Չունեն, այո։ Հեքիաթներում հարցեր չեն տալիս կամ էլ ինչպես ասում էր ժամանակին Խորեն Բաբկենիչ Աբրահամյան։ Ինչպես որոշեցիք հենց աճպարար դառնալ։ Մանկուց հետաքրքրվել եմ բոլորս հետաքրքիր ոլորտներով, գիտություններով, բայց ոչ ակադեմիական, պարզապես հետաքրքրական մակարդակում։ Իսկ աճպարությունը դա ամենը ներառում է իր մեջ, ֆիզիկա, քիմիա, ալկոհոլային գիտություններ, Շամպայն։ ամեն ինչը ասենց միաձուլում է, այդ ամենը դարձնում է մարդկանց էմոցիաներ պարգևելու միջոց, այդպես սկսեցի հետաքրքրվել զբաղվել։ Իսկ կա որևէ մեկը, ով ձեզ համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել, թե դուք ուղղակի որոշել եք եւ սկսել եք զբաղվել։ Չէ, շատերն են եղել իհարկե, թե Արտասահմանցի եւ թե հայրից մեր Վարդան Ամիրյանն է, Հայ Աճպարարության նախագահը, իմ լավ ընկերն է եւ փոքր ժամանակ շատ ենք իրեն դիտել հերոստատուսում, հենց հանրային առաջինով ինքը հաղորդում ուներ, շատ հայ աճպարներ այդպես իրենից ոգեշնչվել են, մի հնարք սովորեցնում էին շրջանակներում հաղորդման, այդտեղից նաև մեր առաջին հնարքներն է եղել, բայց Արտասահմանցի շատ հետաքրքիր դեմքեր էլ կան, օրինակ Դեյվիդ Կոպերֆիլդը բոլորիս հայտնի է, որպես ամենահայտնի անուն է ոլորտում, սովորաբար ոնց է, այլ ոլորտներում եթե այդպես շատ հայտնի դեմք է անունը, պարտադիր չէ որ որակով լինի, հաճախ հենց հակառակն է լինում, նես չի որ ինքի մասնագետն է իր ոլորտի, բայց այս այդ դեպքը չի իսկապես իր անունին ինքը համապատասխանում է, իր հին կադրերը կարելի է դնել նայել YouTube-ով, շատ գեղեցիկ է բեմում իր համարները, իսկապես մի հատ ոգեշնչման աղբյուր է ինքը։ Բայց տենց էլ իմ մոտ պարոս չեղավ, հիմա Կոպերֆիլդը պատով անցավ պատի միջով, թե չանցավ։ Ես հավատում եմ, որ անցավ։ Այդպես ավելի հարմար է։ Իսկ աշխարհության համար կան ինչ-որ տվյալներ, օրինակ չգիտեմ, բալետային արվեստի համար ինչքան է սիրես, դու չես կարող զբաղվել, եթե չունենաս բնության կողմից տվյալներ։ Այս դեպքում գործնականում մի փոքր դժվար է առանձնացնել, իրականում հա պետք են, որովհետև թեորիապես բոլորն էլ կարող են զբաղվել, ասենք ցանկացած արվեստով, երգչությամբ, բալետով, բայց գործնականում ոչ։ Նույնն էլ այստեղ ուղղակի հիմա կոնկրետ չեմ կարող առանձնացնել, որովհետև որ ասեմ տես հատուկ ճկուն մատներ են պետք, չես կարող մարդկար չի առանձնացնել այդ երկու տեսակի, բայց միանշանակ որ ներքին բաներ պետք են, ձգտումներ եւ որակներ։ Իսկ աճպարար դառնալու համար դպրոց պետք է անցնել, այսինքն ուսուցիչ պետք է ունենալ, թե այդպես սոցիալական հարթակներից ինչ-որ տեսանյութեր դիտելով, հնարքներին տիրապետելով դառնում են կամաց-կամաց աճպարար։ Այս ոլորտը շատ հետաքրքիր է, ամբողջ աշխարհում բոլորը համարյա թե ինքնուս են, բայց կան դպրոցներ։ Հա, կան ինչ-որ տենց էլի հազվադեպ։ Այդպես է այս ոլորտը, որ բոլորը տենց ում տեսնես, ուսումնասիրես կամ հարցնես, բոլորը ինքնուս տենց զբաղվել են, ու իդեպ մանկուց հենց էլի չկան շատ քիչ են, որ մեծ տարեկիցում են որոշել։ Վարդան Ամիրյանը, ինչպես նշեցի, Վարդան Ամիրյանը ինձ շատ օգնել է,
բայց էլ ես արդեն սկսել էի զբաղվել ու տենց ինքնիզնով եմ եղել։ Հետաքրքիր է, իսկ աճպարարությունը դա տեխնիկապես բացարձակ ճշգրիտ ինչ-որ տեխնիկական հնարք կիրառելու մասին է, թե ավելի շատ մարդու հոգեբանության վրա ազդելու մասին։ Այդ ամեն ինչի միքսն է եւ հոգեբանությունը օգտագործում, թե մարդ ինչպես է նայում, ինչպես է ժեստերին հետևում, հիմա ինչպես որ դուք եք իմ ձեռքին հետևում, որտեղ որ ես եմ նայում եւ այլն։ Այդ գիտություններն են նաև մատերի հմտություն, ինչպես նշեցի, ֆիզիկայի օգտագործում, ինչքան հնարավոր գիտելիք կա, հիմա արդեն նորագույն տեխնոլոգիաներ որ զարգացել են, դա էլ փորձում են աշխարհները սարքել հնարք, օգտագործել այդ նորամուծությունները, որ դարձնեն հնարք։ Ամեն ինչն էլ օգտագործվում է։ Ալքիմիկոս են աճպարարները։ Շնորհակալ եմ։ Ինչ թվում է ամեն ինչ։ Ամեն ինչ պետք է ունենաս, նույնիսկ պլաստիկա պետք է ունենաս, նույնիսկ պետք է երաժշտություն։ Այդ դեպ սովորելու մասով լավ կլինի, հա, որ օրինակ թատերական ինչ-որ կրթություն անցնի աճպարի, դա միանշանակ միայն կօգնի։ Բայց այնպես չէ որ պարտադիր է։ Բայց ներկայանալ կամ համարը այդ կատարելը մարդկանց հետ այդ կապը հանդիսատեսի հետ ստեղծելը դա էլ կարծում եմ շատ կարևոր կետերից մեկն է։ Որն է եղել ձեր կատարած ամենաբարդ աշխարհական հնարքը։ Ամենաբարդ հնարքները իրականում թվում են գուցե որ մեծ հնարքներն են, բայց իրականում ամենամանր հնարքները ամենաբարդն են։ Օրինակ մետաղադրամներով շատ այնպիսի հնարքներ կա, որ դե բոլորս գիտենք, որ իրականում ինքը չի անհետանում, ինչ որ ձևով իրան պահում ես եւ դա ավելի դժվար է մանր բան անել, օրինակ մետաղադրամը այնպես ասենց երկու ձեռքով ցույց տալ, բայց ինչ որ միտեղ, ինչ որ մի մեխանիկով իրան պահել, դրանք շատ բարդ են։ Հիմա չեմ կարող առանձնացնել, բայց դա կարող եմ ասել։ Դուք որ այսպես եք անում, ես մտածում եմ մետաղադրամը պիտի հայտնվի, տեսնում եք, ներազդել հոգեբանության վրա։ Ես էլ էի սպասում, որ այսպես որ անում եմ, այս մատները կարևոր է, մեկ է հոպ լա, ինչ որ մի բան։ Ես դեռ պահում եմ, հետո կայտնի։ Ուզում եի ձեզ օրինակ վարժություն ցույց տալ, տեսեք, այսպես հիացնում ենք ձեռքերը, հետո արագացնում ենք աճպարների վարժություններից ասա։ 1 2 3 4 Մի րոպե։ Պամ, 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 պամ։ Պամ, պամ, ռամ, պամ։ հետո 2 Ես իմ մասնագիտությունից Մենք այսօր կպարատենք։ Մենք այսօր գնանք տունը այսպես լավ կպարատենք։ Մի մամո։ Մենք ունենք տեսանյութ։ Որոշ աչուտով այս բանը արդեն հայտնվեց։ Էս ինչ եղավ։ փոքրիկ զար։ Այստեղ ես խոսքս եմ, որ ասում եմ երբեմն անօգուտ են աշխարհությունները, երբեմն օգուտ ունեն, ասեմ, անօգուտ են, ինչ որ բարձրապես զառը փոքրանում է եւ օգտավետ համը ուտելու զառը դառնում։ Ոչ մի մոնտաժային հնարքներ չեք գործածում այս վիդեոները տեղադրելիս։ Չէ, աճպարների մոտ նույնիսկ վաղուցվանից հիմա շատ ավելի զարգացել է դա ինչը շատ հեշտ է դարձել, բայց երբ զարգացած չէր այդ ժամանակ էլ շատ խիստ բան արվում, վատա դիտվում դա աճպարը տենց օգտագործի, բացառվում է դա։ Մենք օրինակ այն հանդիսատեսներից ենք, ովքեր փորձում են հնարքը աճպարարի բացահայտել։ Առհասարակ ոնց է արձագանքում դրան, երբ փորձում են քչփորելու հասկանալ ինչ եք անում։ Նորմալ իհարկե, մարդը բնությունն է այդպեսին, բայց հետաքրքիր է որ հենց հայերի մոտ դա ավելի զարգացած մի խոսքով, ավելի շատ են փորձում այդպես։ Ի տարբերություն այլ ազգերի, որոնք ավելի շատ հակված են վայելելուն, բայց նորմալ ենք վերաբերվում։ Լավ, ձեր հմտությունները առօրյա կյանքում օգտագործում եք։ Այո, երբ տրանսպորտը մետաղադրամը տալիս եմ, իրականում չեմ տալիս, մնում այս։ Այդպես են մարդիկ մտածում։ Փոխեցին կանոնակարգը։ Պաստորեն քաղաքապետարանը այ աշխարհարների պատճառով փոխեց այդ ամբողջ համակարգը, հասկացանք։ Անօգուտ դարձավ այս մասնակցությունը։ Իսկ տպավորություն թողնելու համար ինչ որ միջավայրում եք նստած ու ուզում եք ինչ որ մեկին մոտ ինչ որ տպավորություն թողնեք։ Դա կլինի պիքական սերներ, ճիշտ է, արական, էական չի։ Ուղղակի տպավորություն թողնելու։ Կամ ինչու՞ չէ, նաև հաճոյանալու համար իքական սերի ներկայացուցիչ, ինչ որ մի հնարք։ Իհարկե դա առանց դրա միանշանակ դա օգտագործվում է, հա։ Նաև իրականում դա կատակարեցի, բայց կյանքում այդ հմտությունները էլի բայց հոգեբանական մասով օգտագործվում է, որ դու գիտես թե մարդկանց ինչպես մի փոքր մանիպուլյացնես, բայց շատ փոքր ձևով դա օգտագործվում է, ասենք ինչ-որ բան նայելու համար կամ ինչ-որ գործողություններ անելու համար կյանքում։ Իսկ արդյոք պատահում է, որ դուք ինչ-որ հնարք եք անում եւ այնպես չի ընթանում, ինչպես դուք ուզում էիք։ Եվ ինչ եք անում այդ ժամանակ։ Այս ոլորտում շատ լավ է այդ առումով, որովհետև մարդիկ չգիտեն ինչա վերջում լինելու, այսինքն դու
ինչ ուզես կարող ես անել, նույնիսկ ընդհատել հնարքը կամ լրիվ ուրիշ ընթացք տալ։ Եվ այդ էլ աճպարները գիտեն բոլորը ու միշտ դա ասում են, որ երբ սովորեցնում են, ասենք մեկի մյուսին, սկսնակներն միշտ ասում են, որ իմացեք, որ մարդիկ չգիտեն ինչ անել, դուք ինչ ուզում եք կարող եք անել։ Շատ հետաքրքիր դեպքեր եղել է պատմության մեջ։ Օրինակ մեր Դեվիդ Կոպերֆիլդը հայտնի մատնա մի անգամ կտրել, որ պետքա պարանով հնարք անում, մկրատով պարանը կտրել, իսկապես սուր մկրատով այդպես մատը կտրելը, այդ խառնվել են իրար, բան տարել են իրար։ Նենց որ բոլորի մոտ դա միշտ լինում է բոլոր աճպարների մոտ։ Փաստորեն մարդիկ հավատում են դեռ հրաշքների։ Հույս ունենք։ Դա շատ հրաշալի է։ Իդեպ այդ հավատալու մասին ես հիմա ներկայացում ունեմ նոյեմբերի 22-ին։ Շատ մանրամասն չեմ ասի, բայց որպես այդպես գովաս շատ չլինի, բայց իմ Աշպարարության մասով, հենց միայն աշպարարություն, դա շատ քիչ է Հայաստանում, որ եթե կա իմ էջում Հայկ Ջանոյան Instagram-յան էջում կարող են գտնել տոմսերը եւ համենալ վայելելու։ Անպայման սիրով։ Լավ, եթե օրինակ աճպարարական հնարքների միջոցով կարողանայիք աշխարհից ինչ որ բան վերացնել, ինչը կլիներ դա։ Փիլիսոփական հարցեր եք տալիս, բայց ամեն ինչ որ ուզած բալանսի մեջ է, թվում է պետք չի։ Կարծում եք աշխարհում ամեն ինչ բալանսի մեջ է, դուք բացառիկ երջանիկ մարդ եք, Հայկ։ Ոչինչ պետք չի վերացնել աշխարհից։ Դե մենք չգիտենք հետևանքները ինչպես կլինեն։ Այդքան իմաստուն չենք, որ իմանանք ինչն է պետք վերացնել։ Լավ, իսկ եթե մի բան վերադարձնեիք, ինչ կվերադարձնեիք։ Մարդկանց։ Մարդկանց։ Ինձ էլի։ Ձեր գումարները ծախսած։ Տարիները։ Մենք հետ հիմա կարող ենք զբաղվել այդ հնարքներով։ Ոնց կարող ենք, Հայկ ջան, Instagram-յան էջը ֆիքսեցիր։ Դեք կապտվեք։ Ինչ խորհուրդ կտայիք սկսնակներին, ովքեր հենց այս պահին դիտում են նորից առաջինի եթերում Աշպարար Հայկ Ջանոյանին ու մեծ աչուկներով այսպես հետաքրքրում է այս ոլորտը ու ինչ խորհուրդ կլինի արդեն կայացած վարպետից սկսնակներին։ Խորհուրդ կտամ նախ չշտապել հնարքները ցուցադրելու համար, պետք է լավ պարապել, հետո նոր սկսել, իհարկե սկսում են բոլորը մտերիմներից, տանեցիներից, բայց կարևոր է, որպեսզի այդ հիասթափությունը չլինի ոչ հանդիսատեսի մոտ, ոչ իրենց մոտ։ Կարևոր է հիմա շատ եմ նկատում ես խոսակցականը եւ այդ շարժուձև այդ ամեն ինչին է պետք մատուցմանը ուշադրություն դարձնել, որպեսզի այդ ժարգոնային խոսակցությունը մի քիչ այդպես չլինի։ Ամեն դեպքում աճպարը այնց արտիստ է ու պետք է ներկայանալի լինի։ Դրա վրա պետք է ուշադրություն դարձնել, այն է ինչ որ նկատում եմ օրինակ երիտասարդների մոտ։ Մնացած դե որ աշխատասիրություն, շատ սիրել այսպես ու ամենօրյա քրտնաջան աշխատանք, փորձեր, մտքեր, հնարքներ։ Կա այսպիսի մի ճշմարտություն, որ իրան հնարքեր ուզում։ Շատ շուտով, բայց օրինակ հետաքրքիր է, վերջի հարց ենք տալի ու գնում ենք հնարքին։ Որ աշպարարները երբեմն խարդախության շնորհիվ են ինչ-որ հաջողություններ գրանցում։ Չէ, խարդախության առումով չեն օգտագործում աշպարարները, շատերին թվում է թե խաղակարտերի մեջ իրենք կարող են անել, բայց ով որ սկսում է, ով իսկապես աճպարար է, ով որ զբաղվում է դրանով, սիրում է այդ արվեստը վատ առումով չի օգտագործի։ Եվ հետո դες կպատնեմ փոքրիկ բան, օրինակ ինչ խարդախության ձևեր կան։ Միշտ երբ ես էլ հնարք եմ ցույց տալիս, միշտ տղամարդիկ հատկապես ասում են, այսօր ինչ ես անում, գնանք կազինո կամ ինչ-որ տեղ։ Տեսեք, ինչ-որ պատահական խաղակարտեր վերցնենք եւ սրանց օրինակով ցուցադրեմ, թե ինչեր են կարելի անել խաղակարտերի հետ։ Օրինակ, խաղի ժամանակ որպեսզի իմանան, որ խաղակարտն են իրենց ուզածը, կա որ այսպես մի փոքր կորություն են տալիս, որ մնացած խաղակարտներից տարբերվեն, այսպես աննշան մի փոքր կորություն, որպեսզի դրանք տարբերվեն։ Հետո կա որ մի փոքրիկ անցք են անում, աննշան, որը շոշափելով կարելի է զգալ, անցք sense փոքրիկ, բայց անձեն աչքով հնարավոր չի տեսնել, բայց շոշափելով զգում են։ Այսինքն եթե մենք շոշափենք, կզգանք, սա կատակ իրականում։ Հնարքի մի մասն է իրականում, հնարք է ցույց տալ։ Հասկացել ենք արդեն։ Եվ երրորդ տարբերակը, որը կոչվում է Las Vegas link։ Այսպես։ Երբ մտնում են իրար մեջ, եւ կարելի է այսպես ծալել, հեռացնելու համար, առանձնացնելու։
Որից մտցնել։ Որպեսզի հեռացնեմ հանեմ խաղակարտը, պետք է իրականում իրեն պատռեմ։ Բայց ես հիմա ժամանակը մի քանի վայրկյանով հետ կտամ եւ նորից կվերականգնեմ։ Եվ ես ցանկ պետք է տամ ձեզ ստուգելու։ Պատրված չեն։ Այս նոր տեսանք չէ՞ որ պատրեց։ Ես ասում եմ, չէ, ես կգնամ եւ հավելվածով այս հաղորդումը գնայեմ, չեմ հասկանում, ինչա չեմ հասցնում հասկանալ։ Էլի եմ ուզում։ Այդ դեպքում համեցեք էստեն, որպեսզի ավելի մոտիկից նայեք։ Մանավանդ որ ուզում եք կուշակեմ։ Համեցեք։ Ես մինչև այդ փորձեմ Գնում եմ գրպաններս դատարկեն ամեն ինչ իմ հետ։ Ռուբեն դու ուշադիր կլինես։ Ես դեռ սա գլուխ չեմ հանել, լավ, ուշադիր եմ, ահա։ Մեր խաղակարտերը, խնդրեմ վերցրեք մեկը։ Ես չեմ նայում։ Տվեք ինձ։ Ինչու՞։ Որովհետև կանոններն են ֆոկուսի այդպեսին եւ ես եմ հիմա ֆոկուսանում։ Լավ։ Խաղակարտը իշել եք, չէ՞, այս կոմից ամեն ինչ նորմալ է։ Տեսակ։ Այո, կատակեր։ Հիմա նայեք, ձեր դաման տեսնելը կապ չունի ուրիշ ֆոկուս ենք անելու։ Պետք է այսպես մատով մտցնեք մեջը։ Լավ։ Այսպես սեղմեք, որ մտնի մեջը։ Ահա։ Հիմա այս 4 խաղակարտերից ոնց է։ Խարդախությունը ես հասկացա ինչու են ասում խարդախությունների եք դիմում, որովհետև երևի չէ, 2 հատ կար։ Չէ, այսպես պարեցի, դուք վերցրեցիք, որ ուզում եք։ Մի հատ էլ անենք։ Խնդրեմ։ Հիմա դնենք իրան ինչ-որ միտեղ։ Կարող եք ասել ստոպ, որ պատահական լինի։ Հիմա այս կալդի կեսը վերցրեք ձեզ։ Վերցրել եմ։ Այսպես վերցնում եմ այստեղից 5 խաղակարտ, 1, 2, 3, 4, 5։ Հավանականությունը ինչքան է, որ այստեղ կլինի այդ խաղակարտը։ 5.52-րդ։ Ես սովորել եմ պետական համալսարանում կառավարում։ Շատ բարդ։ Հիմա նայեք, եկեք միասին նայենք 1, 2, 3, 4 եւ 5։ Կար։ Ահա։ Դուք տեսաք։ Ես չեմ տեսել պինը։ Լավ, հիմա ես կոնկրետ պետք է գտնեմ թե որն է, բայց տեսեք 1, 2, 3, 4, 5։ Իսկ հիմա խաչի տուզներ, ճիշտ է։ Հիմա ես իրանք վերցնեմ։ Դարձնեմ ում տեսանելի։ Այդ պաուզա տամ որ մարսեք։ Նայեք այստեղ 4 խաղաթուղթ։ Բայց 5 էր։ Ես էլ տեսա որ 5 էր։ Գա դուք էլ միանաք մեզ։ Ես հերվից կդիտեմ, չէ։ Ես շնորհակալություն արդեն լարվում եմ ձեր անտեսանելի խաղակարտը։ Վախենում է։ Սենց մատերով։ Չէ, սենց մատերով բռնի կոչ չեն գնում։ Հիմա ես կկտացնեմ եւ այն կդառնա տեսանելի։ Վախենում եք, լավ չեմ անում։ Չէ, արեք, արեք։ Չէ։ Վրցրեք պարզապես կալոդի մեջ։ Քարտը։ Ոքի հակառակ դրեցիք, բայց ոչինչ։ Հիմա նայեք, մեջը պետք է մի հատ հակառակ կարտ լինի։ Կալոդը ձեր ձեռքում է եղել։ Ատեղ, հա։ Բրավի։ Այդ ո՞նց է կանում։ Դե այ որ իմանայիր դու էլ կլինեիր հաշպարար։ Բայց դու տեսար քարտերին։ Ես մինչև հիմա սա եմ ուզում գլուխ անեմ, ես ոնց ստացվեց, ես ոնց հա սրա մեջ մտնում, հետո էսի սենց են անում։ Հիմա ես էլ եմ ուզում սա կպտնի, բա ինչի չի կպնում։ Չի ստացվում, անկեղծ չի, պետք է սենց անես, որ սենց լինի։ Ուրա, նույնիսկ տենց է չի լինում։ Չի լինում, իմ մոտ չի լինում, ես մինչև հիմա սա եմ ուզում գլուխ անեմ, չի ստացվում։ Իսկ դա ընդհանրապես չեմ կարող հասկանալ։ Շնորհակալ եմ ձեր արձագանքների համար։ Ես խաչի տուզ եմ լավ։ Հա, նայեք, դու ստուգի տեղ կարող է մի քանի հատ կա, նույն խաղաթղթից ոնց մի 3-4 հատ կա։
Ռուբեն չկա։ Ես հասկացա, մենք կարող ենք այդպես մտնել բանկ, ասել այսքան գումար իմ Այս հաշվին խնդրում կանխիկը եմ։ վերցրեք, խնդրում եմ։ Հա, եւ ինձ տվեք 2 հատ հաց։ Որ Շինարարություն, Շնորհակալություն։ Շիայეთი խաղում։ Հերադարձիր խնդրում եմ, ապրես։ Հայք շատ շնորհակալություն։ Այո։ Ձեզ նույնպես։ Ունենք էլի անակնկալներ, թե այսքաններ։ Դու ոնց որ հմտություններ ես ձեռք բերել։ Հա, Հայկի կողքին ես տեսել մի քանի։ Եկեք ես անգամ էլ ձեզ հրավիրենք, որպեսզի Սիրով։ Այո, անմասն չմնաք։ այո, գնա Ռուբեն։ Ընտրեմ բոլոր հայրենիքները ամառը այսպես են սկսում խաղաքարտերով։ Ինչ անեմ։ Իրեն կորցնում ենք ինչ որտեղ, հետո ես գտնում եմ։ Ես շատ ուշադիր եմ նայելու։ Այսպես գեղեցիկ կառնել։ Ին դուն նայ էլի։ Ին նայ։ Բայց ես քո քարտը չֆիքսեցի։ Կասես։ Վերջ Կոչվում է թիթիզություն։ Հիմա այսպես պահեք։ Ես կտացնում եմ եւ Այդ չէր։ Լուրջ։ ինքը չգիտի, կասենք ես։ Հա, այդ չէր։ Լավ մի հատ էլ փորձեմ, իրոք։ Եկեք մի փոքր մոգությանը դիմենք։ Էդ է։ Բայց այն աղջիկներ նոր այնտեղ։ Սա է, սրտի երեքներ։ Այն աղջիկը ստանա։ Պետք է որ հա գնացած լինի հետ կալոտ, Բայց ոնց։ որտեվ բնության մեջ տենց ամեն ինչ չի կարող անհետանալ միտեղ հայտնվում։ Թե իրականում անկեղծ չեմ հասկանում ու այս կարգավիճակը ինձ հետ դուր չի գալիս, երբ որ դու հայտնվում ես այս կարգավիճակում, որ ապշած նայում ես աջ ու ձախ, ուղեղդ մի քիչ էլ բթանում է ու դու ասում ես՝ «Մի րոպե, բայց ո՞նց, այդ ո՞նց»։ Այս ամենը կոչվում է աջ պարարություն, սիրելիներս։ Հատկապես որ նման վարպետ է նստած ու նման վարպետությամբ էլ այդ ամեն ինչը կատարում է, ինչը կրկնապատկում է քո հիմար դրության մեջ ընկնելու փաստը։ Հայկ, արի արդեն ես մտքափոխվեցի, քեզ շուտ ասենք շնորհակալություն։ Շատ շնորհակալ հիշեցնել ներկայացման մասին, որովհետև հերոստատիտողը որպեսի, չգիտեն էլի մարդիկ դա ինչ է աշխարհական ներկայացում, որպեսի այս ամեն ինչը տեսնելով հասկանան թե ինչ է լինելու։ Շատ հետաքրքիր է։ Արի Արի Ռուբեն։ Իհարկե, ես էլ վերադառնամ Արի, այնտեղ, Ռուբեն։ եթե դեպք չեք գնամ Արի։ գեղեցկուհու մոտ եւ միասին Ռուբեն։ արդեն պետք է ձեզ ասենք շատ շնորհակալություն, որ դուք մեր տաղավարում եք ու այսքան Այո։ հետաքրքիր անակնկալներով շամպայնը մնալու է մեզ, Իհարկե։ թե հետո որ դնենք պահարանը առավոտյան կբացենք, տեսնենք չկա։ Ավելի Շամպայնը լավ բան դարձել է։ դարձած կլինի։ Երկու հատ դարձած կլինի։ Շատ Կան բաներ, շնորհակալություն։ որոնք մենք փորձում ենք հասկանալ, բայց երևի կարիք չկա էլ հասկանալու։ Շնորհակալություն շատ, ես շատ տպավորված եմ, իսկ դու։ Ես էլ եմ շատ տպավորված։ Շնորհակալություն Հայկ, լավ օրվա շարունակություն ենք մաղթում եւ շատ շնորհակալություն մեր օրը հետաքրքրացնելու, վստահ եմ նաեւ մեր սիրելի հեռուստատողների ինչու՞ չէ օրը հետաքրքրացնելու համար։ Մենք շարժվենք առաջ։ Դու բռնի կարտդ։ Ես վախեցած եմ մի տեսակ, չգիտեմ։ Դու ամուր բռնի կարտդ, որ չկորի։ Իսկ մենք շարժվենք առաջ։